Աղջիկներս ողջույն, բարի գալուստ իմ YouTube-յան ալիք։ Քանի որ գրեթե իմ բոլոր վիդեոների տակ բոլորդ գրում ենք, որպեսզի նկարեմ YouTube-յան երկար վլոգ, այսօր որոշեցի նկարել Get Ready With Me։ Ովքեր ինձ հետևում են Instagram-ով, գիտեմ, որ ես հիմնականում Get Ready With Me-ներ նկարում եմ Instagram-ով։ Որոշեցի, որ այսօր պետքա երկար YouTube-ով նկարել, որովհետև ինձ թվում է շատ հավես կլինի, ու ինքս ես պատրաստվելուց նայում եմ այդ աղջիկներին, ովքեր պատրաստվում են, միաժամանակ խոսում են, մտածեցի նման կոնտենտ նաև սկսել YouTube-ով։ Քանի որ առավոտյան արթնացել եմ, արդեն մազերս լվացել եմ ու չորացրել եմ։ Հիմա ուզում եմ միասին սկսենք անել իմ մեյքափը, իսկ ամենավերջում ինձ թվում է թողնենք իմ մազերը։ Ինչպես նաև պատրաստել եմ իմ ամենասիրած սուրճը։ Իրականում իրան շատ հեշտ է պատրաստելը, կարծեմ բաղադրատոմսը թողել եմ իմ Instagram-ում, եթե պետքա կարող եմ նաև թողնել այստեղ։ Իրականում սառույց շատ եմ ավելացրել, կապ չունի ամառ ձմեռ, միշտ շատ եմ սառույց ավելացնում, ու հիմա մի հատ էսվեն լսեք։ Ու կարևորը միշտ շատ համով է ստացվում։ Վերցնում եմ իմ ամենասիրած վարդագույն, կարելի ասել մազակալները, այսպես հավաքում ենք մազերս, տենց ավելի հեշտ է լինում։ Սկսել եմ այս վերջերս օգտվել Rhode բրենդի խնամքի պրոդուկտներով, իրականում շատ լավն են ու իրանք ունեն հերթականություն։ Սկզբից կանենք glazing milk-ը, եթե ուզում եք կարող եք ամենասկզբից այս փրփուրով լվանալ ձեր դեմքը, բայց քանի որ ես արդեն դա արել եմ, հիմա միանգամից կանենք glazing milk-ը։ Իրականում նման ֆորմատով առաջի անգամ եմ նկարում, ու ինձ թվում է ձեր դուրը շատ կգա, որովհետև ես ինքս հավեսով եմ նայում, ինչպես նոր ասեցի։ Պատրաստվելու ժամանակ եւս դուք կարող եք դնել այս վիդեոն ու նայել։ Եթե ձեզ դուր գա, կոմենտներում անպայման նշեք, որպեսզի ավելի հաճախ նկարեմ։ Դեպ ուզում եմ մի խորհուրդ տալ, եթե դուք ունեք ակնեներ, իմը մեկ-մեկ է լինում հիմնականում այս հատվածներում, խորհուրդ կտամ glazing milk-ը չանել այն հատվածներում, որտեղ ակնե ունեք, որովհետև դուք ոնց որ սնուցում եք, հա, կարելի ասել ակնեները, կարող է իրանք դրանից ավելի շատանան։ Դրա համար խորհուրդ կտամ, որտեղ կան ակնեներ, այդ հատվածները շրջանցեք, բայց քանի որ ես այդքան շատ չունեմ, անում եմ լրիվ իմ խնամքը։ Հաջորդը ուզում եմ անել այս մյուսը, էլի glazing milk-ի նման կարող ենք անել այս հատվածներում, իսկ ամենավերջում կարող ենք անել արդեն barrier cream-ը։ Եթե ուզում եք լավ խնամքի միջոցներ, որից հետո ձեր մաշկը այսպես կարող է փայլի, անպայման խորհուրդ կտամ Rhode-ը։ Դեպ նշեմ, որ մեզ մնացել է մի քանի 100 հոգի, որպեսզի մենք դառնանք 10,000, իրականում բոլորիցս շատ շնորհակալ եմ։ Իդեպ Rhode բրենդից ունեմ նաև այս lip gloss-ը, բայց իրան ինձ թվում է հիմա չենք անի։ Սկզբից որպես տոնային, իրական ես այդքան շատ տոնային չեմ օգտագործում, բայց քանի որ այս իմ մի տոնային է, Dior-ի նոր է, ուզում եմ հիմա միասին փորձենք ու ձեզ ցույց տամ, իրականում շատ լավն է, տենց glowy, եթե ուզում եք լինի ձեր մաշկը, անպայման վերցրեք սա, այսպես սպոնժիկ, անում ենք այս հատվածներում։ Ես լիքը տոնայիններ եմ ունեցել, բայց իդեալականը չեմ գտել, բայց ինձ թվում է այս մեկը իմ համար իդեալական է, քանի որ ես սպիտակամորթ եմ։ Մյուս տոնայինները իմ համար մի փոքր դեղնավուն էին, բայց ինձ համար Dior-ի այս տարբերակը ուղղակի իդեալական է։ Շատ կարևոր է մեյքափից առաջ անել խնամքը, որովհետև տոնայինը կարող է շատ լավ լինել, բայց եթե դուք չեք արել ձեր խնամքը, ինքը կարող է շատ վատ նստի ձեր դեմքին, մաշկին, դրա համար անպայման գոնե մի կրեմ կամ ինչ-որ շիճուկ անպայման արեք։ Տոնայինով այս անհարթությունները արդեն փակեցինք, դրա համար չենք անի կոնսիլեր։ Հիմա ինձ թվում է կանցնենք հոնքերը ֆիքսելուն։ Իդեպ մեյքափ անելու ժամանակ միանգամից էլ ցույց եմ տալիս իմ պրոդուկտները։ Ներկա պահին հիմա օգտվում եմ Անաստասիայի հոնքերի այս գելից, շատ լավն է։ Հոնքերը լավ ֆիքսում է ու երկար պահում է։ Հոնքերը պետքա սկզբից այսպես վարանենք, հետո նոր վերսանենք, բայց ես ինչպես միշտ մոռանում եմ, քանի որ միշտ շտապում եմ տանից դուրս գալուց ու մոռանում եմ անել։ Մի հատ խնդրում եմ տարբերությունը նայեք։ Ինձ թվում է հիմա կանցնենք Gucci-ի այս բրոնզերին, բայց հենց սկզբից կվերցնենք Rhode glazing milk-ը, մի փոքր կանենք ձեռքից։ Անում ենք այստեղ մի քիչ glazing milk, որպեսզի այն ավելի փայլուն ստացվի այս հատվածներում, ու հիմա անում ենք։ Արդեն արեցինք, նայեք ինձ սիրուն փայլուն տեսք ստացավ։ Հիմա եթե ուզում եք ավելորդ կարելի ասել այս կետիկները մաքրեք, կարող եք սպոնժիկը վերցնել, այլ ամեն ինչ մաքրում է ու այսպես ուղղակի տպտպացնել։ Հիմա
Հիմա մնում է ընտրել highlighter, Charlotte Tilbury եւ Dior։ Անկեղծ ասած չգիտեմ որ ընտրեմ, ինձ թվում է այս անգամ էս իմ նորը կանենք, որովհետեւ իրան դեռ չեմ հասցրել փորձել, երեք եմ գնել։ Այս անգամ ուզում եմ սրանով փորձենք, նայենք իրան արդարացնում է թե չէ։ Հիմա կարող ենք անել այս հատվածներում, ինքը իրականում շատ լավն է, այսինքն սիրուն փայլունի եւ խանութում տեսա մի անգամից վերցրեցի, որովհետեւ իրոքից must have է, շատ լավն է, այսինքն կարող եք հանգիստ անել ու այսպես տարածում ենք, ինքը վստահ եմ որ հետո շատ սիրուն փայլ է ունենալու, նամանավանդ արևին glowy make-up է լինելու։ Մեր ժամերին իմ սենյակը բավականին մութ է, դրա համար ես առավոտ դիտմամ շուտ եմ արթնանում, որպեսզի հասնեմ այդ իմ բոլոր սիրուն էսթետիկ կադրերը նկարել, որպեսզի ինձ պետքա բնական լույս, հենց արև, դրա համար շուտ եմ արթնանում։ Բլաշի մասին էի մոռացել մի փոքր, հիմա այստեղ կարող ենք ավելացնել Ինձ թվում է ոչինչ որ հերթականությունը մի փոքր խառնաստացվում, ուղղակի մոռացել էի լրիվ բլաշի մասին, հիմա անում ենք։ Հիմա կանենք իմ թարթիչները, այս թարթիչ-ջարդիչով սկզբից այսպես կանենք, իսկ հետո արդեն կանենք թարչաներ։ Ես ունեմ լիքը թարչաներկեր, բայց իմ երկու ամենաֆավորիտները կարելի ասել այս երկուսն են։ Այս մեկը Լարենինն է, իմ ամենասիրածը թարթիչները խտացնող, երկարացնող, որը գնել եմ Հայաստանից, եթե չեմ սխալվում։ Այս մեկը գնել եմ այստեղից Sephora-ից, Estée Lauder, ինձ թվում է այս անգամ կանենք այս մեկը, որովհետև Լարենի ինձ թվում է բոլորդ արդեն տեսել եք, հիմա ուզում եմ միած ցույց տամ Estée Lauder-ը, ինքը շատ սիրուն տեսք ունի ու ձայնել է հաճելի, բայց իրականում Estée Lauder-ը մի հատ մինուս ունի, երբ ես լվացվում եմ, ինքը ամբողջությամբ իմ դեմքին այսպես լղոզվում է։ Իսկ Լարենը այտենց խնդիր չունի, իրան կարող ես ուղղակի այսպես վերցնել մատերով հավաքել ու ինքը կարող է ամբողջությամբ դուրս գա։ Հիմա ձեզ ուզում եմ ծանոթացնել իմ շորտներկներին, քանի որ վերջին քայլը դա անել lip combo։ Առաջինը Kiko-ն է, մյուսը Rhode-ն է, դա իմ ամենասիրած կիսոն։ Հաջորդ երկուսը իմ ֆավորիտներն են ուղղակի։ Առաջինը Charlotte Tilbury էս մի տարբերակն է, որը գնել եմ highlighter-ի հետ, բայց ես գիտեմ, որ երկուսն էլ ունեն plumping կարելի ասել էֆեկտ, այսինքն ոնց որ շուրթերը մեծացնում են, բայց իհարկե դրան չեմ հավատում։ Summer Friday-ից մի տարբերակը եւ վերջինը NYX-ի այս տարբերակը, որը իմ համար մի քիչ մուք է ու ինձ թվում է ավելի մեծահասակների համար է ինքը։ Այսօր կօգտագործենք Dior-ի այս մի տարբերակը։ Ինքը շատ բարակ վրձին ունի, հարմար է օգտագործելը։ Ընտրում եմ գնահատեք մեյքափը ինչքան նուրբ ու սիրուն ստացվեց։ Հիմա կանենք մազերս, կընտրենք outfit ու տանից դուրս կգանք։ Որ մազերս այդքան շատ երկար չեն մնում, ինձ թվում է ամենավերջում կանենք, հիմա պետք է ընտրել outfit, եղանակը կարևոր է, բայց հաստատ չգիտեմ ինչ եմ հագնելու։ Որոշեցի հագնել սա, ինքը շատ սիրուն ու փափուկ է ու վարդագույնը կարևորը։ Ու կհագնեմ այս շորտը, որը եւս վարդագույն է, ասենց վարդագույն համադրություն կստանանք ինձ թվում է։ Սիրուն ստացվեց։ Հիմա առաջարկում եմ անել իմ մազերը, ու ուզում եմ այսօրվա մազերը անենք իմ շատ սիրելի Dyson-ով։ Նախ սկզբից ուզում եմ ասել, որ Dyson-ի կան տարբեր տեսակներ, հենց վերցրել եմ ես Air Wrap-ը։ Ինքը շատ լավն է, նամանավանդ եթե ուզում եք ստանալ խուճուճ մազեր կամ ուղղակի ռուսերեն ասած объемный մազեր ունենալ, որ կտամ միանշանակ սա, ես վերցրել եմ այս գույնը, վարդագույն, իմ ամենասիրած։ Անկեղծ ասած Հայաստանում իրենց գներից տեղյակ չեմ, բայց այստեղ ԱՄՆ-ում $500-ից մինչև կարող է $700 հասնել։ Սա հենց կարելի ասել ֆենն է, տեղից է ինքը միանում։ Այստեղ իր կարելի ասել արագությունն է, եթե ուզում եք դանդաղ, միջին եւ ամենաարագը, կարող եք անել սառը, ռուսերեն ասած холодный воздухով։ Կարող եք անել միջին ու ինչպես նաեւ տաքով։ Նախ ասեմ նրանից, որ սրանք իրանք նվեր են տվել, այսենց մազականներ կարելի ասել, որպեսզի մազերը այսենց հեշտ հավաքենք, այսենց զաժիմի նման, այսենց ցույց տամ։ Իհարկե ունի այսենց կլոր շոտոչկաներով, հա կարելի ասել, այս ձև ենք մենք մաքրում մեր Dyson-ը, վերցնում ենք այս մեր շոտոչկաներով կարելի ասել հարմարանքը եւ կարող ենք այսպես մաքրել ձեռքի այս շարժումներով։ Առաջին բանը, որ ուզում եմ ցույց տալ, դրան կարող ենք հանգիստ ամրացնել այստեղ, ստանալ объем կարելի ասել մազերի, այսպես անում ենք, կամ կարող ենք մազերի ծայրերը ուղղակի այսպես կլորացնել մի քանի րոպե պահելով։ Հաջորդ այս երկուսը իմ ամենասիրելիներն են։ Այս մեկը ուղիղացնում է մազերը, այստեղից փչում է ինքը։
Նաև այս մեկը, որը շատ եմ երկար տանջվել, մինչև հասկացել եմ ոնց կարելի է իրենից օգտվել։ Այս հատվածը այստեղից է ինձ ինքը փչում ու իրան պետքա բերել այս կողմ, այսինքն որ կողմ որ ուզում եք անել մազերը, ենթադրենք այս կողմը, էլի աբյոմի համար է ու նաև կարող է արագ չորացնել մազերը։ Եվ վերջին երկու հատը, որ ուզում եմ ցույց տալ, դա հենց ալիքների համար է, կարելի ասել լոկոների։ Մի գաղտնիք ասեմ, լոկոները անելու ժամանակ ու ընդհանուր եթե մազերն եք անում, սկզբից դնում ենք տաքի վրա, իսկ հետո միանգամից դնում ենք սառի, որպեսզի այն պահպանի իր տեսքը, կարելի ասել, այդ տաք վիճակից դառնա սառը ու երկար մնա մեր մազերը։ Հիմա եկեք փորձենք։ Ասես սլաքը այս կողմ պետքա լինի։ Վերջացրեցինք, հիմա ես կանեմ մազերի այս յուղը, իրականում շատ լավն է, ավոկադոյի յուղը ու բավականին անուշ հոտ ունի։ Այսինքն կտարածենք, որպեսզի յուղը ամբողջությամբ չլինի մեր մազերին եւ կարող ենք թե սանրի թե ձեռքերի օգնությամբ, բայց հենց զգույր բացել իրենց։ Ես ինչպես միշտ անում եմ այսինքն իրենց, կամ էլ այսինքն վերում եմ առաջ, մի փոքր թափ եմ տալիս ու հետո բերում եմ հետ։ Մի փոքր ուրիշ տեղ դրեցի, որպեսզի արևը ավելի լավ ընկնի։ Հիմա մեզ մնում է նայել, թե կոշիկներից ինչ եմ հագնելու, ինչ պայուսակ եմ վերցնելու։ Ֆավորիտ Nike վարդագույն բոթասները, որոնք ես շատ եմ սիրում։ Ուրեմն պայուսակներից որոշել եմ վերցնել այս մեկը, ինքը շատ սիրուն է, ու որպեսզի իմ լուքը ամբողջությամբ վարդագույն չստացվի, ինձ թվում է կվերցնենք այս սպիտակը, որպեսզի մի փոքր փոփոխություն լինի։ Հիմա եկեք մի փոքր հավաքենք իմ պայուսակը, ինձ թվում է շատ հետաքրքիր լինի, թե ինչ եմ վերցնում իմ հետ տանից դուրս գալուց։ Առաջին հերթին կվերցնենք շրթներկս, որպեսզի թարմացնենք։ Օծանելիքներից որոշեցի վերցնել իմ ամենասիրած Yves Saint Laurent-ը, իրականում ես սրա մեծն եմ պատվիրել, ուղղակի չգիտես ինչի չի հասնում։ Չնայած unboxing անելու 2 հատ օծանելիք ունենք եւ կհասնի անպայման ձեզ ցույց կտամ, արդեն Instagram-ով իդեպ անպայման միացեք, հավես unboxing-ներ ենք անում, եթե մտնեք այս իմ highlight-ը, այնտեղ ամեն ինչ կա։ Վերցնեմ սա, ունեմ նաեւ երկրորդը։ Այս մեկը մի քիչ մուգագույնով, բայց էլի շատ անուշ հոտ ունի։ Ռեքենայի մեջ ինչ որ երգ լսելու համար պարտադիրի մականջակալներն եմ վերցնում, որը մի հատ արդեն դրել եմ։ Վերցնում ենք hand sanitizer, որը պարտադիր է, նամանավանդ սնունդ ուտելուց առաջ իրան պարտադիր պետքա անենք։ Ինձ թվում է կվերցնենք ակնոց, իմ ամենասիրած ակնոցը, որը ես գրեթե ամեն օր վերցնում եմ տանից դուրս գալուց, որովհետև ինքը բոլոր լուքերի հետ սազում է։ Մանավանդ վարդագույնը ու շագանակագույնը իր հետ շատ է սազում։ Ինձ թվում է այսքանով հերիք է։ Հիմա հերթը զարդերինն է։ Ովքեր չգիտեն, ես զարդեր շատ եմ սիրում, նամանավանդ նուրբ բաներ, օրինակ այս մեկը իմ ամենասիրելին է։ Իրականում ես ունեմ լիքը տարբերակներ, մի հատ ունեմ այսենց լեյա գրած իմ անունի առաջին տառով։ Հիմա այս մեկը կդնենք, որպեսզի սրայից սազի սպիտակ լինի, իսկ ոսկեգույն այսօր ոչ մի բան չենք վերցնի, քանի որ ոչ մի բան չունենք, չնայած պայուսակի այս հատվածը մի փոքր ոսկեգույն է, բայց ինձ թվում է սպիտակը ավելի սիրուն կլինի։ Հիմա մի հատ outfit check անենք։ Այսինքն ստացվեց այսօրվա իմ լուքը, կարելի ասել։ Սա իմ մազերը, մեյքափը եւ իհարկե մեր outfit-ը, որը միասին ընտրել ենք։ Այսինքն շատ հավես վիդեո ստացվեց։ Եթե ձեզ դուր եկավ, կոմենտներում անպայման նշեք։ Չմոռանաք միանալ իմ YouTube-յան ալիքին, որպեսզի հասնենք մեր նպատակին 10,000-ին։ Ես նաեւ իմ Instagram-ին, TikTok-ին եւ իմ Telegram-յան ալիքին։ Ձեզ բոլորիդ ամուր գրկում եմ, իսկ ես գնացի։